Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով են ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանվողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին տելեէկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Եթե ես իմանայի, որ թորն այդքան լավ բան է, միանգամից թոր կունենայի։ Այս շատ հայտնի արտահայտությունը, որն ասվել է կես կատակ, կես լուրջ, կարծում եմ շատ տատիկ-պապիկներն օգտագործում են։ Իսկ թե ինչպիսի տատիկ-պապիկներ են մեր հայ հայտնիները, այս թեմային մենք պարբերաբար վերադառնում ենք մեր հաղորդման շրջանակում, որովհետև հայտնի մարդկանց անձնականին վերաբերող ցանկացած հարց, հատկապես ընտանեկան փոխհարաբերությունները միշտ շատ հետաքրքիր են հանրության համար։ Եվ այսօր մենք կրկին անդրադառնում ենք այս հետաքրքիր թեմային ու բացահայտում մեր հայ հայտնիներից այն տատիկ-պապիկներին, որոնք բավականին երիտասարդ տարիքում հայտնվեցին այս կարգավիճակում։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Շատ անսովոր, բայց միևնույն ժամանակ հաճելի զգացողություն, որ առաջին անգամ ապրեցի 1.5 տարի առաջ։ Ես եւ կինս Եվան դարձանք պապիկ եւ տատիկ։ Կարեն Քոչարյան։ Հենց առաջին օրվանից անընդհատ երբ որ վերեցինք տուն, համարյա թե օր չէր լինում, որ չգնայինք աղջկաս տուն։ Աշկներից առաջ անընդհատ օրեցօր փոխվում էր երեխան։ Կարեն Քոչարյանն անկեղծ խոստովանում է, որ անսահման երջանկություն ապրեց, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջին անգամ հանդիպեց իր թոռնիկին։ Ես 3 աղջիկ ունեմ, երբ որ աղջկաս տղան ծնվեց, Դեվիդը, Դավիթ է, ես ասում եմ Դավիթ։ Դեռ առաջին հայացքից ես նմանեցրեցի իմ մայրիկին։ Եկավ մի շրջան, որ երբ որ ես դնում էի իմ նկարը այդ տարիքի եւ Դեվիդի նկարը շատ նման էինք միմյանց։ Հետո փոխվեց կամաց-կամաց։ Երբ որ ես գնացի Ամերիկա, Դեվիդը դեռ մի ամսական չկար այդ ժամանակ, առաջին անգամ ինքը ինձ ժպտաց։ Ինձ աղջիկս ասեց, վայ առաջին անգամ ժպտաց ինքը։ Իսու մանիշ բալինը։ Ջոն։ Պապիկ այդ խոսում ես։ Դուս էի գալիս տանից, անապես սպասում էի, երբ պետք է վերադառնամ, որ գրկեմ իրեն։ Հետաքրքիր բան է, երբ որ ասենք լաց էր լինում, գրկում էի իրեն եւ սկսում էի քայլել տան մեջ, քայլում էի հանգստանում էր։ Ուտեմ ես կոսիրուն մրուտը։ Հա, ուտեմ ես կոմելուտիկը։ Ինսիրունացիոները ուտեմ, հա։ Ոյ, վերադառնալը տխուր պահեր մի հիշացրա։ Առայժմ ցավոք սրտի կարող ենք շփվել մենակ Messenger-ով, Viber-ով այդ հնարավորությունը։ Եվան երբ որ հանգարցակի այստեղից սովորացրել է իրեն, որ ասում էր տաշիկի, ձեռքով սենց էր անում, հիմա հենց Եվային տեսնում է կադրում, ձեռքը բարձրացնում է եւ սկսում ասեց անել Դեվիդը։ Կարենն անկեղծ խոստովանում է, որ իսկական տոնի են վերածվում այն օրերը, երբ իրենց մոտ հյուրընկալվում է Երևանաբնակ թոռնիկը։ Շաբաթվա ընթացքում երևի լինում է 1-2 օր, որ ընդհանրապես գալիս է մեզ մոտ, գիշերները մնում է եւ գերագույն հաճույքով է մնում։ Մեզ մոտ ինքը իրեն զգում է ինչպես իր երկրորդ տանը։ Հեչացեմ, որ ինչքան ասենք գնում եմ իրանց տուն, պարտադիր պետք է որևէ խաղալիքի խանութով մտնեմ, առանց դրա հնարավոր չի։ Այդ ամենին Կարեն Քոչարյանը հավելեց. Երկու թոռնիկն էլ անընդհատ ժպիտը դեմքներին է։ Աքսելերած սերունդ է մեծանում։ Դեվիդը 9 ամսականում արդեն կանգնեց ինքնուրույն։ Նույնն էլ Հակոբիկը։ Ես կարծում եմ, որ արդեն շատ շուտով Դեվիդը արդեն կքայլի։ Հակոբիկը վաղուց է արդեն վազվզում է։ Եվ գիտելիքները։ Գիտեմ, ասեմ, որ շատ գրքասեր են երկուսն էլ։ Հիմա որ ամառը եկան, արդեն երկուսին էլ կգցենք մանկական սենյակում եւ կսկսենք կողքից նկարահանել, թե ինչ է կատարվում այդտեղ այդ գազանանոցում փոքրիկ։ Տապիկ։
Ты видела лизюнура? Видела лизюн. Раз, два, три, раз, два, три, раз, два, три, раз, два, три. Այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ իմաստուներից մեկի ասած միտքն առայն, որ այս ոչ այդքան հեշտ ու պարզ աշխարհում իսկական սուպերհերոսներ են տատիկ պապիկները, որոնք սովորեցնում են գոյատևել ու ստանալ հաճույք անգամ այն դեպքում, երբ ամեն ինչ կարծես փուլ է գալիս։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում էր հաջորդ եթերին։ Դե իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։